Ես միշտ եղել եմ այն կարծիքին, գոնե առ այս պահը, որ Ռուսաստանը բացարձակապես չի դրել Փաշինյանին Հայաստանի իշխանությունից հեռացնելու խնդիր։ Եվ իրադարձությունների զարգացումը գոնե առայժմ հաստատում է այն տեսակետը կամ այն տեսակետի օգտին է, որ ես արտահայտել եմ եւ ընդ որում նաեւ ձեր տաղավարում եւ ոչ միայն հիմա, այլ 2-3 տարի առաջ։ Պարոն Բադալյան, այդ տեսակետի գրողների հետ տեսակետները լսում եմ կարծիքները։ Ես էլ եմ համարում, որ Ռուսաստանը դժվար հաշվարկաչներ եւ նաեւ չեք կարծում, որ Ռուսաստանը ինքն էլ էր տիրապետում եւ գուցե իրենց համապատասխան ինչ-որ ծառայությունների միջոցով սոցհարցումներ էին անում, իրավիճակը տեսնում էին ինչ է եւ իրենք հետընտրական զարգացումների վրա են հաշվարկը արել, որովհետեւ տեսակ հա ինչպիսի աջակցություն արևմուտքից եւ տեսեք մամուլում գրվել է, ընդ որում իհարկե պաշտոնական բաներով հերքել են, բայց վրաց-թուրքական սահմանում այդ անձնագրերի մասին, կեղծիքների մասին, անհասկանալի է 18000 անվավեր թերթիկների մասին այս պատմությունները, երբ որ մենք լսում ենք, կամ ինչպես են ձայներ գողանում, ինչպես ԲՀԿ-ի հետ վարվեցին, այդ տվյալներին իրենք էլ էին, չէ՞, տիրապետում։ Չեք կարծում, որ նրանք դա արեցին հաշվարկելով, որ հայ ժողովուրդը պետք է ինքը առերեսվի եւ հետընտրական զարգացումների վրա է հաշվարկը արվել։ Միամիտ չեն, չէ՞, այնտեղ էլ նստած։ Թե նորից պետք է ասենք բան անեն, Փաշինյանին ընդունեն, սա էլ ասի Վլադիմիր Վլադիմիրովիչ, տեսակ, բայց ես հո ձեզ վատ բան չեմ ասել ինքս, ով որ ասել էր, տեսակ, ալեն մյուս տեստեն, պատժեցինք են կողմը, հանել եմ, կողք եմ դրել, բա եվրոպացիները ճնշում են, պետք է բան անեմ ու Վլադիմիր Վլադիմիրովիչն էլ ասի, դե գնա աշխատի, հա, այս նույնն է։ Իհարկե Ռուսաստանում միամիտ չեն, այստեղ ես կասկած չունեմ, բայց այդուհանդերձ արդյոք մենք միամիտ չենք, երբ համարում ենք, որ Ռուսաստանում խաչ են քաշել Փաշինյանի վրա եւ հիմա դրել են նրան ամեն կերպ իշխանությունից հեռացնելու խնդիր։ Այստեղ մենք միամիտ ենք, եթե այսպիսի համոզում ունենք, թե ոչ, ես արդեն կասկածներ ունեմ եւ կարծում եմ դա միամիտ համոզում է։ Եվ հատկապես այն պարագայում, երբ տեսնում ենք հետևողական քաղաքականություն այս տարիների ընթացքում, հիմա եթե Ռուսաստանը հայ ժողովրդի տեսակետին էր թողնում ամեն ինչ, առնվազն պետք է չօգներ, չօժանդակեր իր քաղաքականությամբ Նիկոլ Փաշինյանին համոզել հայ ժողովրդին, որ Ռուսաստանը ընդդիմադիր ուժերի միջոցով փորձում է զրկել մեզ ինքնիշխանությունից։ Եթե իրենք թողնում են հայ ժողովրդի որոշմանը, եթե ապավինում են հայ ժողովրդին, առնվազն պետք է չօգնեին իրենց քայլերով Նիկոլ Փաշինյանին դե ֆակտո մոլորեցնել հայ ժողովրդին, մանիպուլյացիա, այդ քարոզչական մանիպուլյացիան խաղարկել ավելի համոզիչ։